Բարև ձեզ, ես Ամիրխանյան Քրիստինեն եմ, մասնակցությամբ պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ, աշխատում եմ Medines բուժ կենտրոնում, ինչպես նաեւ Eden բուժ կենտրոնում։ Այսօրվա իմ թեման այրվածքներն են եւ սրտահարությունը։ Կփորձեմ շատ բժշկական լեզվով չբացատրել, որպեսզի հնարավորինս դիտողներին ոչ բժշկական կրթությամբ մատչելի լինի։ Ընթացքում եթե հարցեր կունենաք, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Այրվածք է կոչվում այն վնասվածքը, որը առաջանում է ջերմային գործոնի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի կամ ճառագայթային էներգիայի ներգործության հետևանքով, հետևաբար մենք կարող ենք այրվածքները դասակարգել ջերմային, քիմիական, ճառագայթային եւ էլեկտրական։ Հետագայում մանրամասն կներկայացնեմ, թե որը ինչ ձևով է բնորոշվում եւ որի դեպքում առաջին օգնությունը ինչը պետք է լինի։ Ջերմային այրվածքներն առաջանում են բարձր ջերմաստիճանի հյուսվածքների վրա տեղային ազդեցության հետևանքով։ Դա կարող է լինել տաք առարկաներ կամ տաք հեղուկներ, գոլոշիներ, պատերազմի դեպքում բոց եւ այլն։ Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են ուժեղ թթուների եւ ուժեղ հիմքերի ազդեցության հետևանքով, որոնք որ միանգամից մաշկը քայքայելու հատկություն ունեն եւ տեղում արդեն այրվածք է առաջանում։ Եվ քիմիական այրվածքները պարտադիր չի որ առաջանան հենց տվյալ ժամանակ 1 կամ 2 րոպե անց։ Այրվածքը կարող է առաջանալ վնասվածքից նույնիսկ մի քանի րոպե կամ մի քանի ժամ անց եւ հետագայում ել ավելի խորանա։ Էլեկտրական այրվածքներն առաջանում են էլեկտրական հոսանքը, երբ որ անցնում է մաշկային ծածկույթով, վերածվում է ջերմային էներգիայի, ինչի հետևանքով խորը հյուսվածքների այրվածքներ է առաջացնում։ Եվ ի տարբերություն մնացած տիպի այրվածքների, էլեկտրական այրվածքները առանձնանում են նրանով, որ տվյալ պարագայում իրենք ունեն մուտքի եւ ելքի անցքեր, այսինքն մարդուն որ տեսնես կհասկանաս, որ էլեկտրական հոսանք է հարել, որտեղ կա եւ մուտքի անցքը եւ ելքի անցքը։ Եվ ամենավատ այրվածքների թվին է պատկանում, քանի որ ոչ միայն տեղային ազդեցություն ունի, այլ նաև համակարգային եւ կարևոր օրգան համակարգերի վրա, ինչպիսիք են սիրտանոթային եւ շնչառական համակարգերը, նույնպես ազդեցություն է ունենում։ Ճառագայթային այրվածքները շատ նման են ջերմային այրվածքներին եւ հիմնականում առաջանում են արևի ճառագայթների այրման հետևանքով։ Իհարկե, պատերազմի դաշտում ռադիացիոն նյութեր եւ այլն հնարավոր է լինեն, նման պարագայում էլ կարող է առաջանալ ճառագայթային այրվածքներ, բայց առօրյա կյանքում իրենք բնորոշվում են արևի ճառագայթներից ազդեցության հետևանքով առաջացող այրվածքներ եւ հիմնականում մեծ մակերես են գրավում եւ ավելի թեթև աստիճանի են լինում սովորաբար։ Մի քանի բառով կներկայացնեմ այրվածքների աստիճանները, իհարկե դուք բժիշկներ չեք, սա ձեզ հարկավոր չի, բայց տեղեկացված եղեք, որպեսզի հետագայում ճիշտ օգնություն կարողանաք ցուցաբերել։ Առաջին աստիճանի այրվածքի դեպքում հիմնականում մենք տեսնելու ենք, որ մաշկը կարմրում է եւ սկսելու է այտուց զարգանալ։ Հիվանդը դժգոհելու է ցավի արկայությունից եւ կարմրությունից ցանկացած տեղի վրա։ Եթե երկրորդ աստիճանի ավելի խորը այրվածք է լինում, այս պարագայում կարմրությանը ցավին միանում են բշտերի առաջացումները եւ թե պատերազմի դաշտում, թե այլ տեղեր կտեսնեք, որ տվյալ մարդկանց վրա սկսում են տարբեր չափերի բշտեր առաջանալ։ Սա երկրորդ աստիճանի այրվածքներն են բնորոշում։ Երրորդ աստիճանի այրվածքների դեպքում մաշկը իր ամբողջ խորությամբ է ախտահարվում։ Ես այս պարագայում նույնիսկ հնարավոր է ցավի բացակայություն ունենանք, ինչու, որովհետև նյարդային հյուսվածքը, որ տվյալ զոնան նյարդավորում է, այրվում է։ Չորրորդ աստիճանի այրվածքի դեպքում կարող է այրվածքը այնքան խորը լինել, որ մաշկի ամբողջականությունից բացի տվյալ պարագայում չորրորդ աստիճանի դեպքում նույնիսկ մկաններն են ախտահարվում, ընդհուպ մինչև ոսկորները եւ ածխացման մակարդակի է հասնում։ Պատերազմի ժամանակ ես առաջին կուրսի արդինատուրայի ուսանող էի եւ նման դեպքեր շատ ենք տեսել, որ նույնիսկ ածխացման մակարդակի հասած զինվորների են մեզ բերել, որ վերջույթները այլևս հնարավոր չէր փրկել։ Հետագա նկարները կթերթեմ, եթե ձեր համար այդքան էլ աչքին հաճելի չլինի, կարող եք ասել ավելի արագ կթերթեմ, բայց ներկայացրել եմ այրվածքաբանության ազգային կենտրոնից վերցված լուսանկարներ, ինչպես նաև մեր լուսանկարներից, որոնք որ մեզ մոտ են եղել եւ ցույց կտամ, թե ինչ աստիճաններով են եղել այրվածքները։ Տվյալ պարագայում ունենք երկրորդ աստիճանի այրվածք, որը որ երեխայի ձեռք է, ինչպես նաև տեսեք, որ ցանկացած այրվածք ստանալուց հետո այրվածքի զոնան սկսում է այտուցվել եւ ուռել, հա։ Եվ տվյալ լուսանկարում կա 4 աստիճանի այրվածք, երբ որ արդեն ածխացման մակարդակի է հասել մեր այրվածքը։
Տվյալ պարագայում պատերազմի դաշտում մարդու մարմինը ստանում է տարբեր աստիճանի այրվածքներ։ Մի մասը հնարավոր է լինի երկրորդ, մի մասը երրորդ, մի մասը չորրորդ։ Տվյալ պարագայում ձեզ առաջին բանը, որ պետք է հիշեք, մարմնի ամբողջ շրջանների մկանային հյուսվածքները, մաշկը մենք կարողանում ենք վերականգնել, վերականգնման ենթակա են, քանի որ վերցնում ենք այլ տեղից ֆունկցիոնալ մկան կամ չվնասված մաշկ, փոխպատվաստում ենք անում, կամ աուտոտրասպլանտատներ ենք օգտագործում եւ վերականգնում ենք ամբողջականությունը, բայց աչքերը վերականգնել հնարավոր չէ։ Տվյալ պարագայում շատ զինվորներ ենք ունեցել, որոնց որ փրկել են կյանքը, բայց տեսողության ամբողջական կորստով, որովհետեւ ֆոսֆորի ազդեցության տակ ունեցել ենք աչքերի վնասում եւ ակնագնդերը հնարավոր չի վերականգնել, բայց մյուս հյուսվածքները այո, մենք վերականգնել ենք։ Խորհուրդս ձեզ, եթե կլինեն աստված տա չլինեն, բայց եթե կրկնվի նման դեպքեր, այդ պարագայում պետք է դեմքի վրա առաջին հերթին կենտրոնանաք աչքերի վրա եւ ձեռքով կփակեք աչքերը, թե ինչ որ մի բանով կփակեք, առաջին հերթին պետք է կենտրոնանաք աչքերի վրա։ Մնացած բոլոր հյուսվածքները վերականգնման ենթակա են։ Այրված զոնան սկսում է այտուցվել։ Գոյություն ունի compartment syndrome, ես չեմ ուզում շատ բժշկական լեզվով խոսել, բայց կփորձեմ հնարավորինս բացատրել, թե ինչ է կատարվում, որպեսզի դուք էլ հասկանաք։ Ջերմատվությունը տվյալ շրջանում սկսում է ուժեղանալ եւ տաքանում է այդ հատվածը, այրված հատվածը սովորաբար շատ տաք է լինում։ Հյուսվածքները կողքի ցանկացած վերք իրենից ներկայացնում է բորբոքում եւ կողքի հյուսվածքները սկսում են այտուցվել։ Այտուցվելու հետևանքով այտուցը այնքան շատ է լինում, որ սկսում է ճնշել ստորադիր հյուսվածքները, այսինքն մկանները, անոթները, նյարդերը, ու եթե տվյալ պարագային ճիշտ օգնություն չի ցուցաբերվում, մենք նույնիսկ կարող ենք զրկվել վերջույթից այրվածքի հետևանքով, ձեռքերից կամ ոտքերից, բայց ավելի վատ դեպքը այն է, երբ որ այրվածներից հետո մահնել են նույնիսկ անխուսափելի, որովհետև մեծամասշտաբ այրվածների հետևանքով այն տոքսիկ նյութերը, որոնք որ առաջացել են եւ այրան հունով ներծծվել են օրգանիզմ, բերել են սեպսիսի, ժողովրդական լեզվով ասած այրան վարակի, որի հետևանքով տարբեր օրգան համակարգեր արդեն սկսում են աշխատել ավելի վատ ձևով եւ նույնիսկ չաշխատել, այսինքն բերում են մահվան, առաջացման եւ մահը այրվածների դեպքում չի առաջանում հենց 1 օր կամ 2 օր հետո, կարող է առաջանալ նույնիսկ 5 կամ 6-րդ օրերի ընթացքում։ Դրա համար սովորաբար այրվածներին մենք ավելի թեթև ենք վերաբերվում, մտածում ենք, որ ավելի թույլ բաներ են, քիչ ուշադրության արժանի բաներ են, բայց այո, մինչև ընդհանուր հնարավոր է լինել։ Տեսնում ենք 4-րդ աստիճանի այրվածքներ այս պարագայում, ելի դեպքեր այրվածներից հետո ձեր հագուստը մեծ նշանակություն ունի, թե տվյալ պարագայում ինչ հագուստ եք կրում եւ ինչքանով կկարողանաք պաշտպանվել այրվածքից։ Ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել, բայց հետագա սլայդներում ավելի մանրամասն ձեր պաշտպանվելու տարբերակները կբացատրեմ, ինչ պետք է անեք։ Առաջին օգնությունը այրվածքների ժամանակ։ Տուժածին օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին մենք պետք է ուշադրություն դարձնենք անվտանգությանը։ Նախ մեր անվտանգությանը, որ մենք էլ չվառվենք, եւ հետո արդեն շրջակա մարդկանց անվտանգությանը։ Եթե մեր տուժածի կամ մեր հագուստը բռնկվել է, գոյություն ունի 3 կանոն. կանգնել, ընկնել եւ գլորվել։ Այս պարագայում մենք փորձելու ենք կանգնած տեղից ընկնել եւ գլորվելու միջոցով օդի մուտքը սահմանափակել տվյալ զոնա եւ փորձել կրակը մարել։ Շատ դեպքերում, երբ որ պատերազմի ժամանակ մարդիկ այրվել են, խուճապի են մատնվել եւ վազել են։ Վազելու միջոցով մենք նույնիսկ կտարածենք մեր կրակը եւ ավելի շատ կունենանք այրվածք։ Այս պարագայում, եթե տեսնում եք խուճապի մատնված մարդ, դուք ինքներդ պետքա իրան գցեք գետնին եւ իր գլորեք, չգլորվեք, նույնիսկ եթե վախենում եք դիպչել տվյալ հիվանդին, այդ պարագայում ծածկոցների միջոցով, հնարավորինս խիտ ծածկոցների միջոցով պետքա օդի մուտքը տվյալ զոնա մենք սահմանափակենք եւ փորձենք դադարեցնել կրակը, իր վրա ծածկոցներ եք սկսելու նետել։ Հաջորդը ինչ ենք անում։ Այրվածքի մակերեսից պետքա արագ հեռացնենք հագուստը, բայց պատերազմի դաշտում պետքա ուշադիր լինեք, որ եթե արդեն իսկ հագուստը այրվել է եւ կպել է մաշկին վերքը առաջացել, այս պարագայում եթե մենք հանենք հագուստը, որը որ արդեն վերք առաջացած
մաշկին ա դիպել, մենք ավելի շատ վնասելու ենք, քան օգնելու։ Այդ պարագայում մենք կկտրենք ուղակի մկրատով այդ հատվածը կամ եթե մկրատ չունենք, ձեռք չենք տա։ Նման ձևով կտեղափոխենք հիվանդանոց։ Բայց եթե կա ձեռքերից տակ տարբերակ, մենք հագուստը հնարավորինս արագ կփորձենք հեռացնել այրվող մարդու մակերեսից։ Տակ հեղուկներով ներծծված կամ ոցավառվող հագուստը ավելի երկար են ներգործում մակերեսին, այսինքն մենք կարող ենք ասել, որ լավ, ենթադրենք տակ հեղուկով ինչ-որ մակերեսը ուշադրություն չդարձնենք այդ պահին, բայց ինքը ավելի խորը վնասվածքներ առաջացնի, քան բուն կրակը, որ տվյալ պահին ոցավառվում էր, հա։ Որոշ սինթետիկ գործվածքներ են ջերմությունից հալվում, կպչում են ու այդ մեր դանդաղեցնում են մեր սառեցման process-ը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել ավելի խորը այրվածքների առաջացման։ Քիմիական այրվածքների դեպքում ինչ ենք անում։ Քիմիական նյութի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ ինքը կա մեր մաշկի վրա։ Դրա համար առաջին բանը, որ պետք է անենք, մենք չոր կամ սերիլ մատերիալով պետք է փորձենք տվյալ քիմիական նյութը հեռացնենք վառվողի կամ մեր վրայից, լավ։ Հաջորդը հեռացնելուց հետո նոր սկսում ենք ջրով սառեցնել տվյալ հատվածը։ Նյութեր կան, օրինակ չհանգած կիրը ջրի հետ շփվելուց տաքություն է արտադրում եւ մենք կարող ենք ավելի խորացնել այս process-ը։ Դրա համար առաջին բանը, եթե քիմիական այրվածք է եղել, մենք պետք է հեռացնենք քիմիական նյութը չոր ցանկացած սավանով եւ հետո նոր սկսենք ջուր պահել։ Ուրեմն քիմիական այրվածքները աչքերի դեպքում ունեն իրենց առանձնահատկությունը։ Վնասված աչքը միշտ պետք է լինի ավելի ցածր մակարդակի վրա, ջուրը լցնելուց լվանալուց, քան առողջ աչքը, որովհետեւ ջրով, եթե հակառակը լինի եւ մենք փորձենք լվացումներ կատարել, ապա ջրով կարող ենք քիմիական նյութով նաեւ վնասել այն աչքը, որ մեր առողջ աչքն է։ Դրա համար եթե դուք էլ չեք եւ օգնողի դերում եք, միշտ պետքա հիշեք այս կանոնը։ Վնասված աչքը պետքա լինի ավելի ստորադիր հատվածում։ Ջրով սառեցումները 15-ից 20 րոպե են կատարվում։ Էլեկտրական այրվածքների դեպքում մենք պարտադիր ունենք մուտքի եւ ելքի տեղամասեր։ Այս ձևով իրենք տարբերվում են։ Առաջին հերթին ինչ ենք անում, անջատում ենք էլեկտրական հոսանքը, որտեղից որ գալիս է մեր այրվածքը։ Էլեկտրական չենք կպնում ոչ մի դեպքում այդ հիվանդին, մինչև հոսանքը համոզված չլինենք, որ անջատված է, լավ։ Առաջին համակարգը, որի վրա էլեկտրական հոսանքը ազդում է, դա սիրտանոթային համակարգն է։ Ստուգում ենք սրտի կանգ, արդյոք կա թե չկա։ Եթե կա, առաջին օգնությունը մենք ինչ ենք անում, սրտի մերսումներ ենք կատարում։ Սրտի մերսումներ կատարելուց հետո մենք նոր արդեն կենտրոնանում ենք այն վերքերի վրա, որոնք որ կան, որտեղ այս պարագայում մենք կյանքին վտանգ սպառնացող հանգամանք ունենք։ Ճառագայթային այրվածքները հնարավորինս արագ պետք է դադարեցնենք տվյալ ճառագայթումը։ Եթե արևի հետևանքով է առաջացել, հիվանդին ուղղակի ստվերոտ մի տեղ կտեղափոխենք, նոր կսկսենք սառեցումները կատարել։ Ճառագայթային այրվածքները սովորաբար մեծ տարածություն են գրավում, ի տարբերություն մնացած այրվածքներին։ Ազդող գործոնները վերացրեցինք, մեր հաջորդ քայլը անմիջապես պետք է լինելու սառեցումը կազմակերպելը։ Այս պարագայում պետք է օգտագործենք ձեռքի տակ ունեցած ցանկացած միջոց։ Դա կարող է լինել հոսող ջուր, դա կարող է լինել սառույցք, դա կարող է լինել սառը ցանկացած իր։ Պատերազմի դաշտում դժվար է նման բաներ գտնելը, բայց ցանկացած իր, որը որ կարող է տվյալ պահին սառեցնել զոնան, մենք պետք է խփենք տվյալ մակերեսին։ Դեմքին կամ մարմնին, եթե մենք ցնցուղով կամ ծորակի ջրով չենք կարող պահել երկար հատված, անընդհատ թռչոցներ պետք է դնենք, բայց թռչոցները, քանի որ նշեցի ջերմատվությունը ուժեղանում է տվյալ շրջանում, թռչոցները դնելուց մեր սավանը կամ ստերիլ վիրակապը, որը որ դրել ենք վերքի վրա ու թացը, ինքը տաքանալու է եւ ժամանակ առ ժամանակ հարկավոր է լինելու, որպեսզի փոխենք մենք տվյալ թռչոցը եւ նորը դնենք, լավ։ Այրվածքի մակերեսը պետք է սառեցնենք 15-ից 20 րոպե եւ անընդհատ հետևենք, որպեսզի չտաքանա։ Եթե հանում ենք այրված մակերեսից թռչոցը, հիվանդը նշում է ցավ կամ հիվանդը նշում է, որ էլի տաքություն է զգում, ուրեմն 15-ից 20 րոպե սահմանային թիվ չէ։ Պետք է անենք այնքան ժամանակ, մինչև որ ինքը տաքությունը այլևս չզգա։ Նվազեցնում ենք վարակի ներթափանցումը։ Վարակի ներթափանցումը նվազեցնելու նպատակով ծածկենք այրված մակերեսը սերիլ անձեռոցիկով կամ մաքուր գործիքով։ Պատերազմի ժամանակ մենք չենք ունենալու սերիլ անձեռոցիկներ, բայց հնարավորինս մաքուր շորով պետք է փորձենք ծածկենք տվյալ հատվածը։ Լավ։ Եթե այրվածքը ընդգրկում է ավելի մեծ մակերես, ինչ որ մաքուր ցանկացած
4 սավանով, որի վրա մազիկներ չկան։ Այսինքն մազախավ ինչ որ բաներ, որոնք որ մազեր կթողեն տվյալ հատվածում, պետքա չլինեն։ Շատ սխալներ կան, երբ որ բերում են հիվանդանոց եւ տեսնում ենք, որ այրված մակերեսին յուղ են քսել։ Մեկնաբանում են այն մարդիկ, ովքեր որ օգտագործում են յուղ այրված մակերեսին, մեկնաբանում են այնպես, որ մաշկը սկսում է չորանալ, կրճատել, յուղ են քսում, որպեսզի փափկի։ Ոչ։ Այրվածների դեպքում պետք է հիշել, նույնիսկ պատերազմի ժամանակ ամենաառաջին սխալները, որ անում են, յուղի, կարագի օգտագործումն է տվյալ զոնաներում։ Ցանկացած յուղային պարունակության քսուկ քսելով մենք սահմանափակում ենք ջերմատվությունը, ինչի հետևանքով այդ ջերմությունը, որը որ պետք է դուրս գար արտաքին միջավայր, գնում է ավելի ստորադիր հյուսվածքներ եւ մենք ավելի ենք խորացնում այրվածքը։ Այրվածքի ժամանակ նույնիսկ մշակելու հեղուկները պետքա չլինեն յուղ կամ սպիրտ պարունակող։ Իրենք պետք է լինեն առանց սպիրտի, ջրային հիմքով, անտիսեպտիկ նյութեր, լավ։ Երբ որ գալիս են հիվանդանոց, երբ որ արդեն անցած է լինում մի քանի օր, մենք կարող ենք մեզ թույլ տալ քսուկային հիմքով նյութեր օգտագործել, ոչ թե ջրային հիմքով։ Հա, այդ պարագայում կարող ենք, որտեղ տվյալ պարագայում արդեն հիվանդանոցում ակտիվ ջերմատվություն չկա, էլ հյուսվածքների այրվածքի խորացման վտանգ չկա։ Տվյալ պարագայում մենք հետագա բուժման ընթացքում կարող ենք քսուկներ օգտագործել, ինչպես օրինակ պանտենոլի քսուկը, բայց առաջին մի քանի ժամերի ընթացքում եթե մենք ցանկացած քսուկ օգտագործենք, մենք կփակենք ջերմատվության մակերեսը, նույն այդ պանտենոլի քսուկը կփակենք մակերեսը եւ արդյունքում մեր այրվածքը ավելի կխորանա։ Առաջին ժամերին, 5-6 ժամերին եւ նույնիսկ առաջին օրը փորձում ենք ջրային հիմքով լվացվող բաներ օգտագործել, թռչոցներ դնել հիմնականում։ Ձեռնարկենք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։ Ինչպես նշեցի, շոկը իրանից ինչ է ներկայացնում, որ ամբողջ օրգան համակարգի գործունեությունը սկսում է խախտվել, որից հետո արդեն վերջում ի հայտ է գալիս հիվանդի մահ։ Այրվածքի ժամանակ մենք ամենաառաջին նշաններից, որ մենք ունենում ենք, դա նաև ջրազրկվածությունն է եւ տվյալ մարդուն պետք է շատ հեղուկ տալ, հա, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի։ Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ, քաղցր թեյ, հանքային ջրեր։ Տուժածի դեպքում եթե ձեռքն է տուժված կամ ոտքն է տուժված, պետք է հնարավորինս բարձր դիրք ապահովենք, որպեսզի այտուցը քիչ զարգանա։ Մենք բժշկական լեզվով ասում ենք սրտի մակարդակից բարձր փորձենք պահենք, հա։ Ենթադրենք, եթե ձեռքի ափն է այրված, վիրակապ ենք դնում եւ պահում ենք սրտի մակարդակից վեր, բայց այդ վիրակապը դնելուց դրեցինք, բայց պետքա օգուտ ունենանք։ Չենք թույլ տալիս, որպեսզի բացատրում ենք, որ վիրակապը դրել ենք, ափը սրտի մակարդակից ներքև այսպես չպահեք։ Այս պարագայում զարգանալու է այտուց էլ ավելի շատ։ Եթե մի բան անում ենք նորմալ։ Պահում ենք սրտի մակարդակից վեր, տվյալ դիրքով, հա։ Նույն պարագայում ձեռքը դնում ենք բարձի վրա բարձր, ոտքը դնում ենք բարձի վրա բարձր, հնարավորինս բարձր մակարդակում։ Կիսանստած դիրք ենք պացիենտին ապահովում։ Մեծածավալ այրվածքների դեպքում նաև մենք պետքա թոքային հյուսվածքի վրա ճնշող ազդեցություն չունենանք, որի պարագայում մշտական պառկած դիրքը պացիենտին ուրիշ խնդիրներ հնարավոր է առաջացնի։ Շատ բժշկության մեջ շատ չեմ խորանում, որպեսզի ձեզ մատչելի լինի։ Դրա համար պացիենտին հիմնականում կիսանստած դիրք կհաղորդեք, որպեսզի հետագա նաև թոքային բարդություններից խուսափենք, լավ։ Եթե տուժածին հնարավոր չէ արագ տեղափոխել հիվանդանոց, ջրազրկվածությունից խուսափելու համար գոյություն ունի էլեկտրոլիտային լուծույթներ, որոնք որ մեր ջրահանքային, աղային, էլեկտրոլիտային բալանսն են օրգանիզմում կարգավորում։ Իհարկե մենք չենք կարող պրոֆեսիոնալ ձևով դա կազմակերպել, բայց դուք կարող եք պատերազմի դաշտում 3-4 թեյի գթալ շաքարը, կես թեյի գթալ աղը լուծեք 1 լիտր ջրում։ 1 լիտրը պատերազմի դաշտում հաշվելու եք 4-ից 5 թեյի բաժակ ջուրը։ Լավ, կկազմի 1 լիտր։ Ժամը 1 պետք է տուժածին տանք, որպեսզի ջրազրկվածություն չզարգանա, մինչև որ կհասնենք արդեն հիվանդանոց եւ արդեն պատշաճ բժշկական օգնություն կունենանք։ Հիմա ցրտահարությունը մի քանի ձևով էլի կփորձեմ ձեզ տեղեկություն տալ, չնայած որ ավելի քիչ հանդիպող է եւ չնայած մեկ դեպք ունեցել ենք ցրտահարության, ես վերջում ձեզ կպատմեմ։ Դա նույնիսկ փրկել էր մարդու կյանքը, ցրտահարվելը փրկել էր մարդու կյանքը, հա։ Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի ազդեցությունն է մաշկի հյուսվածքների վրա, առաջին նշանը, որ առաջանում է, դա մաշկի թմրածությունն է։ Փոքր ժամանակ կհիշեք, նույնիսկ դպրոց գնալու ձեռքերը դասանում կարող արդեն թմրեն եւ այլն։ Դա այդ ամեն ինչը առաջին նշանն է եղել։
Դրանից հետո կարող են դիտվել շարժումների դժվարություններ, մաշկի գունատություն, շարժումները կարող են այնքան դժվարանալ, որ ընդհանուր մինչև սկսի մարդը չշարժել իր մատները, լավ, կամ չշարժել վերջույթը։ Ցրտահարումը սկսում է վերջույթներից, ձեռքերից, ոտքերից, քթից, ականջներից, այտերից, շուրթերից։ Մի փոքր բացատրեմ ինչու, որովհետև ցրտահարման ժամանակ, երբ որ օրգանիզմը գտնվում է էքստրեմալ պայմաններում, փորձում է այրունը կենտրոնացնել կենսական ավելի կարևոր նշանակություն ունեցող օրգանների վրա։ Աղիքներ, սիրտ, շնչառական համակարգ, սիրտանոթային համակարգ, լյարդ, երիկամ, մի խոսքով։ Վերջույթներին, որտեղ որ դա կլինի մատները, առաջին հերթին, քթի ծայրը, շուրթերը, ականջները, այս պարագայում անոթները սեղմվում են եւ ավելի քիչ է այրուն հասնում, ինչի հետևանքով էլ հետագա բարդություններն են առաջանում։ Լավ։ Ցրտահարությունը բաժանում ենք 4 աստիճանի։ Առաջին աստիճանի դեպքում մաշկի զգացողությունն է խանգարում, թմրածություն է մեր մոտ առաջանում։ Տեսնելու ենք ուրացության նշաններ, կարմիր եզրեր, կարմրածություններ կամ էլ կապտամ անուշակագույն հետագայում, սկզբում է լինում կարմիր։ Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են բշտեր, ինչպես որ այրվածների դեպքում երկրորդ աստիճանի դեպքում բշտեր էր առաջանում, նույնն էլ ցրտահարության դեպքում երկրորդ աստիճանի դեպքում բշտեր են լինելու, լավ, եւ մաշկի կոշտացումներ։ Այս փուլում նաև կարող է լինել գերզգայնություն ցրտի նկատմամբ։ Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են, ախտանիշներն են, որ նույնիսկ նկատվեն այրան մակարդուկներ եւ արդեն գորշակապտավուն երանգ կլինի մաշկի վրա։ Ցավը մնում է, սև գույնի կեղև կարող է առաջանալ այս պարագայում, կարող են նաեւ դիտվել խոցեր, ընդհանուր մինչեւ ոսկորների աճման գոտի վնասումներ, էպիֆիզների վնասումներ։ 4 աստիճանի ցրտահարության դեպքում արդեն ինչպես որ այրվածների դեպքում, ցրտահարության դեպքում էլ վնասվում են ոսկրերը, ջլերը, մկանները, այսինքն մաշկի հաստությունից ավելի խորը գտնվող հյուսվածքները, լավ։ Եվ այս պարագայում արդեն մենք ունենում ենք պուրիֆիկացիոն նեկրոզներ։ Ցրտահարման դեմ պրոֆիլակտիկան ինչու՞ն կան, ինչպես կարող ենք մենք պաշտպանվել։ Հագնվում են շերտերով։ Ձմռանը հույս որ պետք է ձեր օրակարգը դասել, որպեսզի մի քանի շերտով ձեր հագուստը կազմակերպեք։ Հագուստը պետք է ձեզ չսեղմի, որովհետև առանց այդ ցրտի հետևանքով սեղմված անոթները մենք մի հատ էլ մեր հագուստով չսեղմենք, որպեսզի հետագա բարդություններից, այսինքն շատ քիչ չլինի, խուսափենք։ Կոշիկի կապիչները շատ ամուր պետք է չձգենք։ Կոշիկները մեր բոթասների մեջ կլինի կամ զինվորական հագուստի մեջ պետք է ինչ որ չափով ազատ լինեն, որտեվ այդ ազատությունը կնպաստի, որ այն ջերմատվությունն էլ, որ մարմնի կողմից եղել է, պահպանի ոտքի սառեցումից, լավ։ Դե եղանակը, եթե ոչ պատերազմական վիճակները, ստուգում ենք, նոր ենք դուրս գալիս։ Հնարավորության դեպքում ձեռնոցները, կոշիկները եւ մնացած հագուստը փորձում ենք տաքացնել, նոր հագնել։ Եթե ձյուն, եղյամ, ջրի կաթիլներ կա, տվյալ պարագայում չենք ասում, լավ, ոչինչ, հագնենք, արագ վրազեմ դուրս եմ գալիս, չէ, այդ պարագայում ձեռնոցները թողնում ենք, հագնում ենք նոր ձեռնոցներ։ Ձեր վրա այդ ժամացույցները, ցանկացած մետաղական իր հանում ենք։ Ես մոռացա նշեմ, որ այրվածների պարագայում նույնպես, եթե զինվոր է ձեր մոտ այրվածքով կամ ինչ որ հիվանդ է, որ դրսում դուք տեսել եք, որ արդեն այրվածք ստացած վարկած վիճակում է գտնվում եւ օգնություն եք ցուցաբերում, առաջին քայլերից մեկը պետքա լինի զարդերի արագ հանելը, որովհետեւ ես նշեցի, չէ՞ որ վերջույթները այտուցվում են։ Հետագայում, երբ որ իր մատերը կայտուցվեն, մենք այդ զարդերը չենք էլ կարողանա հանել իրենց վրա։ Դրա համար ժամացույց կլինի, ականջող կլինի, զարդ կլինի, թե վզնոց կլինի, բոլոր զարդերը մետաղական իրերը պարտադիր հանում եք վրայից։ Նույն դեպքումն էլ ցրտահարության դեպքում ցրտահարման մեխանիզմը մի փոքր ուրիշ է։ Մետաղները ունեն հատկություն սառնությունը իրենց վրա երկար պահելու եւ իրենք էլ իրենց հերթին կարող են նպաստել տվյալ հատվածի սառեցմանը, լավ։ Առաջին օգնությունը ցրտահարության ժամանակ։ Թեթև աստիճանի ցրտահարում ինչն ենք համարում, երբ որ ենթադրենք ձեռքը ցրտահարվել է, բութ մատը եւ ճկույտ մատը, եթե մենք կարողանում ենք միմյանց մոտեցնել, սա մեր մոտ համարվում է թեթև աստիճանի ցրտահարություն, այսինքն ռիգիդ չեն, մկանները շարժուն են, հետեւաբար թեթև աստիճանի, այսինքն դեռ մենք ամեն ինչ կարող ենք հետ բերել, հետ վերականգնել, բայց եթե արդեն ռիգիդ է եւ նույնիսկ շարժման ենթակա չի, տվյալ վերջույթին ձեր կամ տվյալ տարածքում գտնվող մարդկանց դիպչելը
կարող է վտանգ հանդիսանալ, որովհետև այնքան ռիգիդ է լինում, որ ցանկացած շարժում կարող է ջարդել եւ կոտրվածք առաջացնել։ Այս պարագայում պետք է հնարավորինս անշարժ ձևով ցրտահարվածին եւ տուժածին տեղափոխել հիվանդանոցային պայմաններ, որտեղ որ կկազմակերպվի արդեն հետագա օգնությունը, լավ։ Ոտնաթաթերը եթե մեր ցրտահարվել են ու դուք գտնվում եք պատերազմի դաշտում, չունեք ուրիշ բան, չունեք երկրորդ հագուստը, որ հագնեք, ինչ պետք է անեք։ Ձեռքի տակ հաստատ կլինեն պոլիէթիլենային տոպրակներ։ Նասկիների վրայից հագնում եք տվյալ պոլիէթիլենային տոպրակները, նոր հագնում եք թրջված բոթասները կամ կոշիկները պատերազմական, որոնցից երկրորդը որ դուք չունեք, որ փոխեք, չորը հագնեք։ Այսինքն պոլիէթիլենային տոպրակը ձեզ հետագա սառեցումից կփորձի պաշտպանել եւ մաշկի միջոցով դեպի դուրս ջերմատվությունն էլ կպահվի պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ հնարավորինս դուք ուժ կունենաք սառեցման էֆեկտ, լավ։ Արյան շրջանառությունը պետք է փորձենք վերջույթներում կարգավորենք, ինչ ենք անում, ձեռքերը հնարավորինս պարզում ենք կողք կամ վեր եւ մեծ ամպլիտուդով փորձում ենք շրջապտույտներ կատարել։ Եվ եթե կարող ենք նաև թրիշների ձևով, այս պարագայում մենք կկարողանանք արյան հոսքը ինչ որ չափով վերականգնել վերջույթներում եւ կխուսափենք ավելի լուրջ բարդություններից։ Տաք եւ քաղցր հեղուկներ պետք է օգտագործեք։ Ձեռքերի ափերի սառեցումների կամ վերին վերջույթների սառեցումների լավ տարբերակ է դրանք թաքցնել թևատակերի հատվածներում։ Մարդու ամենատակ հատվածներից մեկը դա թևատակերն է։ Ենթադրենք, եթե ձախ ձեռքը ցրտահարվել է, այս պարագայում աջ թևատակով մենք պետք է փորձենք հնարավորինս ջերմություն տանք եւ խուսափենք էլ ավելի լուրջ օղակներից, լավ։ Առավել ծանր դեպքում ինչ ենք անում, եթե արդեն ռիգիդ է եւ շարժման ենթակա չի, փորձը բութ մատից դեպի ճկույտ չի կատարվում, այս պարագայում մենք փորձում ենք տվյալ հիվանդին հնարավորինս քիչ կպնել։ Մեկուսացնում ենք բինտով կամ ստերիլ վիրակապով տվյալ հատվածները, որոնք որ բշտեր են առաջացել սառեցման հետևանքով կամ վերքեր են առաջացել, փորձում ենք մեկուսացնել ստերիլ վիրակապով։ Վիրակապը որ դնում ենք, այնպես պետք է անենք, որպեսզի սեղմող բնույթի չլինի, հնարավորինս թույլ կապված, այսինքն բինտը լավ վիրակապը ոչ թե այս պարագայում ձիգ վիրակապն, այլ հնարավորինս թույլ կապված եւ ստերիլ վիրակապը, լավ։ Եվ ֆիքսում ենք անշարժ ձևով տեղափոխում ենք արդեն այլ մոտակա բուժ հաստատություն։ Առաջին օգնության հիմնական նպատակը արյան շրջանառության բարելավում է տվյալ վերջույթում, լավ։ Ոտքերի եւ ձեռքերի առաջին երկրորդ աստիճանների ցրտահարության դեպքում, եթե թեթև աստիճան է, մենք սկսում ենք ջերմաստիճանը 18-ից 20 աստիճան Ցելսիուս ջրում սկսել տաքացնել, այնուհետև կամաց փորձում ենք ջերմությունը բարձրացնել 37-ից 38 աստիճան Ցելսիուսի, այսինքն տաք ջրով փորձում ենք վերականգնել ջերմությունը մարմնի։ Սպիրտով շփումներ ենք կատարում, բայց եթե մեր մոտ արդեն վերք է առաջացել, տվյալ պարագայում արդեն սպիրտ մենք չենք օգտագործում։ Լավ, եւ շփումները աշխատում ենք չկատարել, որպեսզի վերքային վարակի զարգացման վտանգ մեզ չսպառնա։ Ուղղակի ստերիլ վիրակապով մենք կփորձենք փակել դա։ Տաք թե ենք տալիս եւ տաք հեղուկներ ենք օգտագործում։ Երկրորդ եւ երրորդ աստիճանի ցրտահարության դեպքում հակափայտային շիճուկների ներարկումներ են մեզ պետք։ Եթե չեմ սխալվում, զինվորների մոտ երբեմն լինում է հակափայտացման շիճուկներ։ Եթե կա տարբերակ, ներարկում են, եթե ոչ, ուրեմն արդեն հիվանդանոցային պայմաններում են ներարկում։ Դե անտիբիոտիկներ եւ այլն, դա արդեն հիվանդանոցային պայմաններում։ Եվ մանրէազերծ անձեռոցիկով պարտադիր փակում ենք ստերիլ անձեռոցիկով եւ հետագայում արդեն տեղափոխում ենք վիրաբուժական բաժանմունք։ Փորձեցի հնարավորինս մատչելի ձևով ձեզ ներկայացնեմ այրվածներն ու ցրտահարությունը։ Հա, եթե ուրիշ հարցեր կլինեն, հա, լսում եմ ձեզ։ Ես երկու հարց ունեմ, նախ շատ մերսի ձեր նյութի համար, բայց երկու հարց ունեմ։ Մի հարցը ինչ կարծիք ունեք պանտենոլի քսուկին անդրադարձակ, բայց սպրեյն էլ ասեք, հա, որովհետև սպրեյն էլ ենք մենք ընդհանրապես անդրադառնում։ Օրինակ մի քանի ժամ հետո սպրեյը թողնում ենք, դուք ասեք ոնց եք վերաբերում այդ հարցին, մեկ էլ եթե կարելի է մի քիչ էլ պատմեք ֆոսֆորային այրվածքների հետ կապված թե փորձը, թե մենք ինչ անենք, երբ որ տեսնում ենք առաջին օգնությունը։ Ուրեմն պանտենոլային սպրեյն էլ ասելով մեր դոկտորը, ինչպես նաև ձեր ոմայի գոլեգան, մեր գոլեգան էլ, այո, ի նկատի ունի ժողովրդական լեզվով ասած փրփուրները։ Կա քսուկ տարբերակը պանտենոլի եւ կա այդ փրփուրային տարբերակը, որը որ դու սպրեյ անում ես, ինքը փրփուրի նման պատում է մակերեսը։
Այս պարագայում, այո, կարելի է օգտագործել։ Իհարկե, պատերազմական շրջանում ես չգիտեմ, որքանով ձեր մոտ տվյալ սփրեյից կլինի պանտենոլի, բայց եթե կա, ցուցված է օգտագործել, քանի որ փրփուրը իր մեջ չի սահմանափակում ջերմատվությունը ի տարբերություն քսուկի, եւ փրփուրը օգտագործելու դեպքում մենք կունենանք իհարկե ավելի քիչ բարդություններ, քան քսուկի դեպքում եւ նույնիսկ այո ցուցված է, եթե ունեք փրփուր, ինքը չի ջերմատվությունը սահմանափակում, մեր այրվածքը խորադիչ հյուսվածքներ չի անցնի, օգուտ կտակ եւ չեք վնասել։ Սառեցնելուց հետո մենք սառեցնում ենք, սառեցումը կտևի 15 րոպե, 20 րոպե, թե 40 րոպե, երբ որ այլևս ցավի եւ տաքության զգացողություն չի լինի, նոր հա ես լեկցիայի մեջ մոռացել եմ մի բան նշեմ, որ կարևոր հանգամանք է նաեւ խուսափել ցավային շոկից եւ պարտադիր պետք է ձեռքի տակ եղած ցանկացած ցավազրկող տալ այրված մարդուն, որպեսզի խուսափենք ցավային շոկից եւ հետագա բարդություններից, հա։ Իսկ ինչ վերաբերում է ֆոսֆորային այրվածները, ցավոք սրտի տարբերություն մնացած այրվածների, միանգամից ավելի խորը այրվածներ է առաջանում ֆոսֆորային այրվածքի դեպքում եւ երբեմն նույնիսկ կյանքի հետ ոչ համատեղելի։ Այս պարագայում միակ բանը, որ կարող ենք մենք անել, սառեցում չեք կարող կազմակերպել, բայց գոնե տվյալ վերքերը սելիլ ձևով փակել կամ հնարավորինս մաքուր ձևով փակել եւ հիվանդանոց տեղափոխել։ Եղել են դեպքեր, որ հիվանդանոց բերել են ատամի մածուկով ծածկված վնասվածքներ։ Նման բաներ խնդրում եմ չանեք։ Տարբեր յուղային պարունակությամբ քսուկներով չպատեք տվյալ զոնաները եւ հնարավորինս մաքուր ձևով ձեր օգուտը լինելու է նա, որ մաքուր ձևով կամ սառեցնում ենք, հետո ծածկում ենք, տեղափոխում ենք հիվանդանոց եւ այդ ընթացքում տալիս ենք հիվանդին ցավազրկող դեղամիջոց, կամ էլ եթե սառեցնելու տարբերակ չկա, ուղղակի մաքուր ձևով ծածկում ենք, շորերը վրայից հանում ենք, օգուտ կտակ նաեւ այն պարագայում, երբ որ շորերը հնարավորինս շուտ հանեք վրայից, որպեսզի շորերն էլ չածխանան եւ վերքի հետ չմիաձուլվեն եւ հետագայում նաեւ տեսակներ կա, որ վերքի ջերմատվություն չեն թողնում որ լինի եւ արդյունքում այդ շորը, որը որ կպել էր վերքին, նպաստում է որպեսզի ավելի խորանա այրվածք, խորը հյուսվածքներ։ Ձեր օգուտը լինելու է դա, արձակել շորերը, սառեցնել, հնարավորինս տալ ցավազրկող, սերիլ վիրակապ դնել, եթե կա ձեռքի տակ, եթե ոչ տեղափոխել հիվանդանոց հնարավորինս արագ։ Մեր իմացած վերջի տվյալներով նաև կարանք ֆոսֆորի այրվածքների դեպքում ջուր կիրառենք։ Կարելի է թե ոչ։ Ցանկացած այրվածքի դեպքում, որպես սառեցման նպատակով կիրառում են ջուր, բայց տվյալ պարագայում այս ֆոսֆորային այրվածքները ավելի խորը այրվածքներ են, վերքային մակերեսներ են առաջացնում եւ սառեցման նպատակով դուք ինչ-որ մի բան չեք կարող օգտագործել։ Ձեր միակ բանը, որ պետքա լինի, հնարավորինս սերիլ վիրակապով իրան ծածկեք եւ տեղափոխեք կլինիկա։ Այս դեպքում այդքան էլ կարևոր չէ։ Չեք հասցնի սառեցնեք, ոչ թե ջրի օգտագործումը, այլ խորը հյուսվածքները մաշկի շերտով չեն իրենք այրվում, գնում են դեպի մկան, ոսկրեր, դուք տարբերակ չեք ունենալու ջրի օգտագործման։ Այսինքն զուտ, որ օդի մուտքը փակենք տվյալ հատված, այդ հերիք է մեզ։ Այո, տվյալ պարագայում դա պետք է անենք։ Շնորհակալություն, մեկ էլ մի հարց սպիրտով շփումներ անելու վերաբերյալ եւ ալկոհոլ տալու, հա։ Ահա։ Մի քիչ մանրամասնեք էլի, այրվածքների դեպքում չեն կիրառում սպիրտով շփում։ Չէ, բան ցրտահարության դեպքում, այո։ Ցրտահարման դեպքում էի ասում։ Ահա։ Արդյոք չենք վնասելու սպիրտով շփումներ անելուց, որովհետեւ ցրտահարման դեպքում մաշկի առաջի շերտը, չէ, ոնց որ վնասված է լինում արտոնից։ Սպիրտով շփումները մենք չենք կատարելու վերքային մակերեսին։ Ես լեկցիայի մեջ նշեցի, որ եթե վերքա զարգացած, տվյալ պարագայում մենք միանշանակ սպիրտային լուծույթ չենք օգտագործի, բայց վերջույթը, որը որ սառեցման է ենթարկված եւ վերքը զարգացել է ենթադրենք ափային մակերեսին կամ թիկնային մակերեսին, մենք վերջույթի մնացած հատվածը կարող ենք սպիրտով շփել, որպեսզի այրան շրջանառությունը էլ ավելի ակտիվացնենք, ինչի հետևանքով կսնուցվի նաեւ դիստալ հատվածը, ծայրային հատվածը, ափը եւ թիկնային մակերեսը, բայց վերքի վրա սպիրտային լուծույթ չենք օգտագործում։ Դուք թե այրվածքների դեպքում, թե ցրտահարության դեպքում կօգտագործեք ոչ սպիրտ պարունակող, ոչ յուղային հիմքով անտիսեպտիկ միջոցներ։ Դա կարող է լինել օրինակ ոչ սպիրտային քլորհեքսիդին, նույն հեքսիլոկը։ Եվ ալկոհոլ տալու վերաբերյալ։ Հա, ալկոհոլ տալը լեկցիայի մեջ նշել էի, եթե շատ քիչ քանակությամբ խոսքը չի գնում հարբեցման մասին։ Ինչ է անում ալկոհոլը, այրան շրջանառությունը ակտիվացնում է։
ինչի հետևանքով մենք ինչ ենք ունենալու, որ ակտիվացման հետևանքով արյան շրջանառությունը արյունը նաև կհասնի վերջույթներին, որտեղ որ ցրտահարվել են ականջներին, քթի ծայրին, ձեռքերին եւ ոտքերին։ Այսինքն մենք փորձում ենք արյան շրջանառությունը ավելի ակտիվացնել։ Այո, ժամանակավոր, այս ամեն ինչը ժամանակավոր։ Պատերազմի դաշտում միգուցե ձեր մոտ ինչ որ չափով փոքր սրվակով ինչ որ մի բան լինի, որը որ կարողանաք օգտագործել։ Հավանաբար Լինում է, ես գիտեմ, որ լինում է, ու մեր մոտ շատ եկել են կիրառված ձևով։ Երբ որ ունենում ենք այրվածքներ դեմքի գլխի շրջանում, բացի մաշկին ինչ որ օգնություն ցույցաբերելուց, արդյոք մեզ պետք է կամ հնարավոր է ինչ որ գործողություններ անել շնչուղիների հետ կապված, հա, այսինքն ենթադրաբար նաև ներքին ինչ որ վնասվածքներ կան, որ կամ գիտենք կամ չենք էլ պատկերացնում որ կան, այդ մասով ինչ որ բաներ կա, որ կարող ենք անել։ Հա, միանշանակ դեմքի վրա ինչպես նշեցի, առաջին բանը, որ մենք պետքա պաշտպանենք եւ վերականգնման ենթակա չի, դա ակնագնդերն են, հետեւաբար նաև տեսողությունը։ Շնչառության վերականգնման հետ կապված, եթե մարդ տվյալ պարագայում, եթե չունենք կոնկրետ շնչուղիների վնասում, այո, այս պարագայում մենք կարող ենք հանգիստ թողնել, հետագա բուժումը հիվանդը կանցնի իր կլինիկայում, բայց պատերազմի ժամանակ շատ քիչ դեպքերում է լինում, որ մենք ունենում ենք օրինակ քթի լորձաթաղանթի վնասումներ կամ վերանի լորձաթաղանթի վնասումներ, տվյալ պարագայում, եթե կան մարտի դաշտում բժիշկներ, իրանք տրախեոստոմաներ են սկսում միանգամից դնել, որպեսզի շնչառությունը վերականգնեն, բայց դուք, եթե ոչ բժիշկ եք, չեք կարող անել այդ միջամտությունը եւ ձեզանից հասնում է հնարավորինս շուտ մարդուն տեղափոխել բուժ հիմնարկ։ Թե չէ տարբերակներ տվյալ պարագայում արագ օգնություն ցուցաբերելու բժիշկների կողմից շատ կան, բայց ձեր կողմից ցավոք սրտի ոչ։ Բժշկուհի ջան, խոսեցինք պոլիօրգան անբավարարության զարգացման մասին ծանր այրվածքների դեպքում։ Օրինակ, ոնց որ քրաշ սինդրոմի ժամանակ է ժգուտ դրվում։ Այդ այրվածքից վեր ժգուտը ինչ որ կիրառվում է նախ, երկրորդը ինչ որ արդյունք կտա եւ երրորդը եթե հանեն ժգուտը, հետո ինչ տեղի կունենա։ Խորհուրդ չի տրվում, խորհուրդ չի տրվում այրվածքների դեպքում ժգուտ դնել, որովհետև հա մենք ինչ ձևով ենք մեկնաբանում այդ ամեն ինչը, որ եթե դուք փորձում եք ժգուտ դնել, տվյալ պարագայում դուք փորձում եք կանխարգելել, որպեսզի տոքսիկ նյութերը օրգանիզմ չանցնեն, բայց այս պարագայում ենթադրենք, եթե մենք ունենք այրված զոնա, մենք ժգուտ դնելով մենք իրեն օգուտ չենք տա։ Մեզ պետքա տվյալ շրջանում այրան շրջանառությունը հնարավորինս բարելավել, հնարավորինս լավացնել, որպեսզի մեր եղած վերքերն էլ ավելի սնուցում ստանան հյուսվածքները, վերքերն էլ ավելի վատ վիճակում չդառնան։ Քանստեմ այրվածքը քիչ էր, մի հատ էլ մենք ժգուտ դնենք եւ սնուցումը մկանների, սնուցումը նյարդերի սկսենք վնասել, արդյունքում ավելի լուրջ խնդիրներ ունենանք։ Կրաշ սինդրոմը համարում ենք ինքը ավելի համակարգային բան, խնդիր եւ կրաշ սինդրոմի ժամանակ այդ ժգուտ դնել կամ չդնելը մեծ հարց չի փոխում, հաշվով, որովհետեւ կրաշը տևական ժամանակում է զարգանում եւ ավելի հիմա խորհուրդ չեն տալիս ժգուտներ օգտագործել։ Այ խորը համակարգային եւ առաջինը դա երիկամային համակարգի վրա է ազդում, երիկամային անբավարարություն առաջացնում։ Ժգուտները առհասարակ խորհուրդ չեն տալիս օգտագործել, եթե այտուցներ են զարգացել, որովհետեւ երբ որ մեր մոտ այրվածք է առաջացել, այտուց է զարգացել, երբ որ հիվանդին տեղափոխում են հիվանդանոց, այս պարագայում մենք նույնիսկ իր մաշկային հյուսվածքն ենք հատում, փակեղներն ենք հատում, որպեսզի այն այտուցի հետևանքով, որ մկանը սեղմվել էր եւ արդեն մկանը չէր սնուցվում, մկանի վրայի փակեղեց, շերտը մենք ազատենք, մկանը հնարավորինս արդեն կարողանա սնուցվի եւ նորմալ արյունահոսություն ստանա։ Ու մնաց ժգուտ դնենք, որպեսզի արյուն չգնա մկանին։ Ճիշտ է, խոսեցիք, որ ֆոսֆորնի այրվածքների ժամանակ չեք ունենա ջրով լվալու եւ այլն։ Իրականում, ինչպես պատերազմը ցույց տվեց, ցավոք սրտի եւ երևի թե դրա մեջով էլի անցնելու ենք, թե մենք, թե չգիտեմ ովքեր, երբ որ լինում է շրջափակում, հետո ռմբակոծություն նույն ֆոսֆորով, փաստացի նույն այս մարդիկ իրենք պետք է տեղում ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, այսինքն ցանկացած պարագայում, որպես սառեցնող միջոց կամ են սառույցները երևի թե որ ջարդում օգտագործում են կամ ջուրը կարելի է օգտագործել, բայց հարցը այսպիսին է, օրինակ, եթե գնում է այտուց, հա, օրինակ ստորին վերջույթի այրվածքի պատճառով, ինչպես հասկացանք, պետքա բարձր դրվի սրտից, հա, սրտի մակարդակից հնարավորինս բարձր վիրավոր,
թեկուզ շրջափակման մեջ գտնվող մեր ընկերները բարձր են դնում։ Հաջորդը, եթե գնում է այտուց, ինչ է կարծում, օրինակ իրենք կտրվածքներ անեն, թե չանեն, եւ եթե անեն, ինչ խորության ու որ մասերում։ Ոչ, խորհուրդ չի տրվում ոչ բժշկական պերսոնալին միջամտություն կատարել, որովհետեւ այս դեպքում մենք այտուցի հետևանքով մկանը փորձում ենք փրկենք, հա, հակեղներն ենք հատում եւ այլն, մենք 10 տարի սովորում ենք այս ամեն ինչը կատարելու համար։ Նախ կտրվածքի ընթացքում իրենք կարող են այնպիսի անոթներ վնասել, որ մարդու համար լինի կյանքի հետ ոչ համատեղելի։ Երկրորդը կարող է այնպիսի ինֆեկցիա անցնի, որ գնա այրան վարակ եւ սեպսիս։ Դրա համար միակ բանը, որ թույլատրելի է անել, եթե արդեն իսկան վերքեր զարգացած, ստերիլ վիրակապով կամ հնարավորինս մաքուր վիրակապ դնել վրան առանց ճնշման, չճնշող, բայց ոչ բժշկական պերսոնալին կատարել բժշկական միջամտություններ չի թույլ, իրենք կվնասեն, չեն օգնի։ Շատ լավ, իսկ ենթադրենք 7 օր, 10 օր մնում են, գետի մեջ են մնում, թե ինչի մեջ են մնում, բշտիկները թարախակալվելու են, չէ՞, ես ոնց հասկանում։ Այո, հետագայում իրենք կարող են այդ բշտիկները ինչ որ ձև բացել, ոնց որ սովորական մազոլն ենք բացում։ Իրականում խորհուրդ չի տրվում բշտիկները բացել, բայց ես հասկանում եմ, որ ձեր հարցը այն պարագայում է, երբ որ դուք նշում եք շրջափակման մեջ են եւ այդ մարդիկ չեն կարող նույնիսկ մինչև 10-20 օր հասնել հիվանդանոց։ Լավ, հա։ Այս պարագայում, հա, մենք ինչ են անում, բշտիկները կարելի է փոքր անցքի ձևով, եթե կա ասեղ կամ ինչ-որ մի բան, փորձել դատարկել, բայց բշտիկի վրայից խորհուրդ եմ տալիս չհեռացնել կեղևը, որովհետև այդ կեղևը հետագայում կպաշտպանի, որ տակի վերքային մակերեսը չինֆեկցվի, հա։ Բայց եթե մենք բշտիկը փորձենք հեռացնել կամ մի հատ էլ այդ վրայի կեղևը լավ ձևով հանենք ու մտածենք մենք օգուտ կտանք այդ մարդուն, ոչ, տվյալ պարագայում մենք օգուտ չենք տալու։ Եվ մեկ էլ որքանով տեղյակ եմ, շատերի պայուսակներում կա բետադին ու պերեկեիս։ Հա, իսկ մենք գիտենք բետադինը այրվածքների պարագայում։ Խնդրում եմ, նենց բարձ հստակ ասեք, որ բոլորը լսեն։ Արդյոք կարելի է կիրառել բետադին ու պերեկեիս։ Սովորաբար չեն կիրառում։ Եթե շատ լուրջ վերքային մակերես կա, մենք փորձում ենք ոչ սպիրտային նյութերով, օրինակ քլորհեքսիդինով, այսինքն ունենան նաև հեքսիլով ունենալ։ Առանց սպիրտի ցանկացած անտիսեպտիկ նյութ պարտադիր չի քլորհեքսիդին։ Բետադինային քսուկներն են հիմա տարածում ստացել, բայց բետադին չի։ Ցանկացած բետադինը, յոդի հիմքով ցանկացած նյութ մեր այրվածները ավելի խորացնելու են։ Ֆուրացիլինի լուծույթը։ Կարող եք ֆուրացիլինի լուծույթ կարող։ Հիմնականում պատերազմներին հենց ֆուրացիլինի լուծույթով էլ մեծ մշակումներ են կատարել, բայց յոդ պարունակող, յոդային հիմքով նույն ինքը բետադինը, եթե մենք կսենք, մենք ավելի շատ հետագայում խորացնելու ենք մեր այրվածները։ Տեսեք նաև խնդիր կա, թե ինչ ցավազրկողներ օգտագործվեն կամ ունենան իրենց մոտ, հա։ Դա օրինակ կարա լինի սովորական իբուպրոֆենը կամ կարա լինի օրինակ ներարկման դոլպաս, ես չգիտեմ։ Նույն յուրաքանչյուրը երևի իր համար պիտի գնի, իր գրպանում ունենա կամ օգտվի նրանց ինչ որ ՊՆ տրամադրի։ Կոնկրետ ինչ որ մի նախընտրած ցավազրկող դուք ունեք, որ կարող եք խորհուրդ տալ եւ չենք առանձնացնում ինչ որ խմբի, հա, ցանկացած ցավազրկող կարելի է օգտագործել։ Իհարկե ես չեմ ասում, գիտեմ որ փոքր չափերով նաեւ մարտի դաշտում նարկոտիկ բնույթի ցավազրկողներ են տրվում։ Ես խորհուրդ չեմ տալիս միանգամից նման բաներ օգտագործել, բայց ցանկացած թույլ ցավազրկող կարելի է օգտագործել եւ հետագա ավելի լուրջ դեղորայքները ցավը կասեցնելու համար կօգտագործվի արդեն բուժ հաստատություններում։ Այսինքն ասածս այն է, եթե գոյություն ունեն զինվորների մոտ թեկուզ նարկոտիկ բնույթի ինչ որ ցավազրկող միջոցներ, պարտադիր չի ի սկզբանե դրանք օգտագործել։ Սկսում եք ավելի քիչ, ավելի թեթև ցավազրկող նյութերից, հետագայում ավելի լուրջ ցավազրկողները բուժ հաստատություններում կօգտագործել։ Այստեղ նաև լավ կլինի խորհուրդ տանք, եթե գետ լինի մոտակայքում, չէ՞, սառեցման նպատակով գնալ։ Հա, գետում, հա, իհարկե։ Հա։ Գետի ջուր, բայց այս պարագայում իհարկե նախընտրելի է մաքուր հոսող ջուրը ինֆեկցիաներից խուսափելու համար, բայց ձեր նշած, եթե դուք շրջապատման մեջ եք եւ դուրս չեք գալու 20-ից 30 օր, իհարկե ցանկացած բան պետք է օգտագործել։ Պարագայում էլի պոլիօրգանային անբավարարության մեծ ռիսկ կա, թե ավելի քիչ է։ Այո, կա մեծ ռիսկ պոլիօրգանային անբավարարության։ Եվս մեկ հարց էլի, շատ կարևոր է հասկանալ, թե ամենաէքստրեմալ պայմաններում, երբ որ չկա բուժակ կամ չկա բուժող անձնավորություն կամ բուժող անձնակազմը չի կարող հասնել տվյալ հատվածում,
ապա ձերքի տակ ունեցած, չգիտեմ, փայտ կլինի, կտոր կլինի, ջուր կլինի սովորական, ինչ կարելի է եւ ինչ ձև կարելի է օգտագործել, որ մաքսիմալ երկար ժամանակ ձգենք ֆոսֆորային այրվածքներից մարդու մոտ, ասենք, չգիտեմ, էլ ավելի խորը վերքեր չառաջանա ու հնարավոր լինի նա կյանքը փրկել։ Այն ամենաէքստրեմալ պայմաններով ասենք, այսինքն փայտ կլինի, խոտ կլինի, ինչ որ խոտի տեսակ, չգիտեմ, այսինքն ինչ որ մի բան, որ դեղորայք չկա մեզ մոտ։ Այս բaragայում, եթե դուք փորձեք օգտագործել այդ փայտը, հողը կամ նմանատիպ այլ բաներ, երբեմն գալիս են, որ վնասվածքների նմանատիպ բաներ լցրած փորձել են նույնիսկ հողով կանգնեցնել այրյան հոսքը։ Տվյալ բaragայում մենք ավելի վնասելու ենք, քան օգնելու ենք։ Միակ բանը, որ դուք պետք է անեք ֆոսֆորային այրվածքներից հետո, դուք պետք է հնարավորինս շուտ հագուստը հանեք տվյալ հիվանդի վրայից, որպեսզի հագուստն էլ հետը չվայրվի, եւ երկրորդ բանը, որ պետք է անեք, հնարավորինս խմելու համար, որպեսզի քանի որ այրված զոնաների ջերմատվությունը մեծանում է, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի եւ հետագա նաեւ օրգան համակարգերի անբավարարություններ մենք չունենանք, շատ հեղուկներ պետք է օգտագործի, նաեւ էլեկտրոլիտային բնույթի։ Էլեկտրոլիտային բնույթի հեղուկներ էլ եթե ձեր մոտ չկան, ես ձեզ հեղուկի բաղադրություն եմ ասել աղով եւ գլյուկոզայով, շաքարով, որով որ կարող են կանել։ Այս բaragայում, որպեսզի մեր գործը ավելի չվնասեք եւ տվյալ մարդուն էլ վտանգ չսպառնա, ուղղակի հագուստը պետք է հանել իր վրայից, նախ գրակը, այդ ամեն ինչը, այրվածքները դադարեցնելու, դուք կոնկրետ ֆոսֆորի մասին խոսեցիք։ Եվ քիմիական նյութը փորձում ենք, եթե արկա է մաշկի վրա քիմիական նյութի ցանկացած տեսակ, 4 ձևով փորձում ենք մենք իրան հեռացնենք, դա կարող է լինել 4 սավան, դա կարող է լինել 4 ցանկացած իր։ Հեռացնելուց հետո արդեն մենք նախ պետք է վստահ լինեք, որ ձեր ձեռքն էլ չի վնասվի, ձեր անվտանգությունը ապահովելուց հետո ամբողջ հագուստը փորձում ենք հեռացնենք ու լավ խմելու համար նախատեսված արդեն օգտագործել, որպեսզի չջրազրկվի։ Դա առավելագույն բանն է, որ այդ ցանկալի Հավելեմ, որ ֆոսֆորային վիրավորումներով ցավոք սրտի հասկանում եմ ձեր հարցին չի անդադ ֆոսֆորին ենք վերադառնում այրվածքների մասին, որովհետև այս մեր վերջին պատերազմի ժամանակ ֆոսֆորային վիրավորումներով շատ պացիենտներ ունեցանք, զինվորներ ունեցանք եւ մեր նախկին հիվանդանոցը եւս համարվում էր հոսպիտալ այդ ժամանակահատվածում եւ մենք ունեինք ֆոսֆորային այրվածքներով։ Նրանք այն այրվածքներն են, որ հավատացեք, ինչպես Բուժկույնը ասաց, շատ բան չունենք անելու, անգամ հոսպիտալներում, երբ որ հոսպիտալիզացնում ենք, մենք սիմպտոմատիկ բուժում ենք անցկացնում։ Այսինքն դա կոնկրետ արգելված զինատեսակների կողմից կիրառված միջոցներ են, որի պարագայում առաջանում այնպիսի խոր այրվածքներ, որ հիմնականում կյանքի հետ լինում են անհամատեղելի եւ մարմնի ամբողջ հատվածով բոլոր հատվածներում լինում են այդ ֆոսֆորային վնասվածքները։ Ցավոք սրտի սա այն դեպքերից է, որ շատ բան չունենք անել։ Մյուս պարագաներում իհարկե ավելի մանրամասն նշեց, կարողանում ենք փրկել լինի վերջույթը, լինի մարմնի մնացած հատվածները, եթե չունենք 60%-ից ավելի իհարկե այրվածք։ Ես այստեղ մի առաջարկություն անեմ, քանի որ բարբերաբար խոսք է գնում մեր դեղատուփի մասին, այն անգամ էլ մեր բժշկու հետ, ով գաստրոենտերոլոգ մասնակցությամբ խոսեցինք, հա, փորլուծության եւ այլնի մասին։ Փաստացի այս պարագայում միտուփ ռեգիդրոնը մեր համար համ այս պարագայում է լավ, համ այրվածքների պարագայում է լավ, այնպես որ 1-2 տուփ ռեգիդրոն եկեք առաջարկենք, թող եթե կունենաք ձեր մոտ, դա միանշանակ ամենալավ։ Եվ մեկ էլ տեսեք, մենք փաստացի խոսում ենք վիրավորին ոնց օգնենք, բայց այս մարդիկ գնալու են մտնեն այդ բոց ու կրակի մեջից մարդան։ Եվ եթե օրինակ ունենք նույն ֆոսֆորը Առաջին հերթին ձեր անվտանգությունը պետք է ապահովեք։ Այ հիմա իրենք, հա, իրենց աչքերն ու շնչառական համակարգը ինչ խորհուրդ կտաք, որ իրենց դեղատուփում ունենան կամ իրենց վրա ունենան, բժշկուհի ջան, որ իրանք պաշտպանվեն ինքնաթիռների նման, հա, առաջինը դիմակը իրենց հագցնեն, հետո նոր օգնության անցնեն։ Ինչպես էին զինվորները բացատրում, որ հարցում ենք, բա դուք ինչպես եք պաշտպանվել, որ ձեր ձեռքերն ու ոտքերը չեն վնասվել, իրենք ասում էին, որ հողով լցված պարկեր են եղել եւ այդ հողով լցված պարկերը իրենք գցել են իրանց վրա։ Այսինքն, երբ որ ֆոսֆորը թափվում է ձեր վրա, ես ձեզ չեմ կարող ասել, այս հաստության շոր դրեք, չի անցնի, ոչ, ինքը ամբողջը այրելով գնալու է հասնի մինչեւ ձեր ոսկորներ։ Դրա համար այդ պարագայում նույնիսկ ջուր օգտագործելու սառեցման մասին ես չեմ խոսում։ Տվյալ պարագայում իրենք օգտագործել են հողը, այսինքն պետք է գտնեք մի ծածկ, որով որ հնարավորինս ուշ կհասնի տվյալ ազդեցությունը ձեզ կամ չի հասնի ձեզ։ Ու եթե իհարկե ֆոսֆորա թափվում, ես տվյալ պարագայում խորհուրդ չեմ տա մոտենալ
մարդկանց, երբ որ կվերջանա ազդեցությունը, հետո նոր փորձում ենք մոտենալ եւ փրկել, որովհետեւ այս դեպքում ոչ միայն հիվանդի կյանքն է վտանգվում, այլ նաև ձեր կյանքն էլ հետն է վտանգվում։ Այսինքն եթե մեր զինվորները, զինվորականները մարտի դաշտում հողով լցված պարկեր կամ այո իրենց համար, որ գնա պաշտպանելու։ Եվ մեկ էլ երբ որ մեր բուժակները, հա, բժիշկները մոտենում են ձեռնոցով նման այրվածքին ձեռ տալուց, դա նաև կարծում եմ ձեռնոցը կվնասի, չէ՞։ Ձեռնոցն էլ կվնասի տվյալ պարագայում եւ հնարավորինս մենք փորձում ենք ձեռնոցներ կհագնենք, բայց շորը վրայից կառանձնացնենք այն հատվածներում, որտեղ որ կտեսնենք, որ տվյալական նյութը բացակայում է, տվյալ նյութը բացակայում է։ Այդպես, այսքանը հույսով եմ հետաքրքիր էր։